Բարի օր հարգելի հետևորդներ, եթերում է IBC լուրերի ժամը 12-ի թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ, նախ կարևորը համառոտ։ Հայաստանի ձայնի իրավունքը հապկում վտանգված է, ինչ է պատրաստվում անել Մոսկվան։ Ռուսաստանը Փաշինյանի նախընտրական հայտարարություններում հակասություններ է տեսնում, ինչու է Մոսկվան հիշեցնում Հայաստանի սահմանադրության 205-րդ հոդվածը։ Հայաստանի տարածքով նախատեսվող նոր երթուղին կարող է կենտրոնական Ասիան կապել Եվրոպայի հետ, ինչ խնդիրներ դեռ պետք է լուծվեն թրիփի մեկնարկի համար։ Նոր ազգային ժողովում շարունակվում է ղեկավար մարմինների ձևավորումը, ով կղեկավարի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը։ Արամ Մկրտչյանը 1 ամսով կալանավորվել է, ինչ մեղադրանքով է կալանավորվել Քասախի նախկին համայնքապետը։ Իրանի նախագահը բացահայտել է Գերագույն առաջնորդի հետ իր 7-ժամյա հանդիպման մանրամասները, ինչ ուղերձ է հղել Խամենեին։ Հապկում Հայաստանի ձայնի իրավունքը սահմանափակելու հարցը կարող է քննարկվել կազմակերպության նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայանալիք գագաթնաժողովում, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ Նրա խոսքով հապկ անդամ որևէ երկրի նկատմամբ նման սահմանափակում կիրառելու հարցը կարող է որոշել կազմակերպության անդամ երկրների ղեկավարներից կազմված Հավաքական անվտանգության խորհուրդը։ Գալուզինը նաև հիշեցրել է, որ հապկի կանոնադրությունը միջազգային պայմանագիր է և անդամ բոլոր երկրները պարտավոր են կատարել դրանով ստանձնած պարտավորությունները։ Երևանի հապկի աշխատանքներին չմասնակցելը և կազմակերպության բյուջեի վերաբերյալ ամենամյա որոշումները չստորագրելը նշանակում է, որ Հայաստանը պարզապես չի օգտագործում իրեն վերապահված որոշ իրավունքներ։ Սակայն դա չի նշանակում, որ Հայաստանը ազատվում է հապկի նկատմամբ ունեցած իր պարտավորություններից, այդ թվում կազմակերպության բյուջեին իր տարեկան վճարը ժամանակին փոխանցելու պարտավորությունից։ Միջազգային ցանկացած կազմակերպությունում նման իրավիճակների համար կան հստակ ընթացակարգեր, որոնք սահմանված են հիմնարար փաստաթղթերով, հապկը բացառություն չէ։ Ռուսաստանը հարցեր է բարձրացնում նաև Հայաստանի եվրոպական ուղղության վերաբերյալ։ Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի խոսքով նախընտրական քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանի տարբեր հայտարարություններ երբեմն հակասական էին, և Ռուսաստանը չի հասկացել այս հարցում Հայաստանի հասարակության իրական դիրքորոշումը որն է։ Գալուզինը նաև անդրադարձել է Հայաստանի սահմանադրությանը։ Նրա խոսքով Հայաստանի սահմանադրության 205-րդ հոդվածը ենթադրում է, որ վերազգային միջազգային կազմակերպություններին անդամակցելու հարցերով նման հանրաքվե պետք է նախաձեռնվի հենց Հայաստանի կառավարության կողմից։ Եվրոպական միությանը միանալու գործընթացի սկսման մասին օրենքի շուրջ 2025 թվականի քննարկումների ժամանակ հայկական կողմը պնդում էր, որ դրա ընդունման համար հանրաքվե անհրաժեշտ չէ։ Պատճառաբանությունն այն էր, որ օրենքը պարզապես քաղաքական հռչակագիր է և ինքնին որևէ պարտավորություն չի ստեղծում։ Այժմ էլ մենք լսում ենք, որ հունիսյան ընտրության արդյունքներն արդեն իսկ ցույց են տվել Հայաստանում եվրոպական ուղղության և եվրոպական նորմերի ու կանոնների ներդրման համազգային աջակցություն կա։ Հետևաբար, ըստ այս տրամաբանության հանրաքվեի անհրաժեշտություն նույնպես չկա։ Սակայն նախընտրական քարոզարշավի ընթացքում Փաշինյանը այս հարցի վերաբերյալ տարբեր, երբեմն էլ իրար հակասող հայտարարություններ էր անում։ Նա նաև խոստովանում էր, որ Հայաստանին ԵՄ-ին անդամակցելու հրավեր դեռևս չի եղել և որ հնարավոր է Հայաստանը երբեք էլ չդառնա Եվրամիության անդամ։ Մինչ Ռուսաստանը խոսում է Հայաստանի հապկի շրջանակում ստանձնած պարտավորությունների մասին, Հայաստանի արտաքին քաղաքականության մյուս կարևոր ուղղությունը շարունակում է մնալ Վաշինգտոնի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը։ Վաշինգտոնում Հայաստանի, Ամերիկայի Միացյալ Նահանգների և Ադրբեջանի միջև բանակցությունների մեկամյակի կապակցությամբ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել։ Նախարարությունից նշել են, որ 3 երկրները պատրաստ են ամբողջությամբ իրականացնել օգոստոսի 8-ին ձեռք բերված պայմանավորվածությունները և համատեղ աշխատել տարածաշրջանի տնտեսական հնարավորությունները զարգացնելու ուղղությամբ։
Միացյալ Նահանգները շարունակում է հանձնառու մնալ Հայաստանի եւ Ադրբեջանի հետ ստորագրված երկկողմ կանոնադրությունների եւ փոխըմբռնման հուշագրերի լիարժեք իրականացմանը, նաեւ երկու երկրների հետ իր երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդմանը։ Իրական խաղաղությունը երբեք մեկ օրում չի կերտվում, բայց ինչպես ասում է նախագահ Թրամփը, խոստումները տրված են, խոստումները կատարված են։ Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից տևական խաղաղության ուղղությամբ իրականացվող քայլերը օրինակ են ամբողջ աշխարհի համար եւ մենք տարածաշրջանի համար ակնկալում ենք պայծառ ու բարգավաճ ապագա։ Ինչպես գիտեք, այսպես ասած հռչակագրի առանցքային ուղղություններից մեկը թրիփ նախագիծն է, որի իրականացման համար դեռ խնդիրներ կան։ Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի խոսքով հիմնական խոչընդոտներից մեկը երկաթուղու հարցն է, մյուսը Իրանի եւ Միացյալ Նահանգների հարաբերությունների լարվածությունը։ Սակայն ըստ Սարգսյանի նախագծի նպատակը միայն Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կապ ապահովելը չէ։ Թրիփով նախատեսվում է Հայաստանի տարածքով նոր երթուղի ստեղծել, որը Կենտրոնական Ասիան կկապի Եվրոպային։ Այս դեպքում Հայաստանը կարող է դառնալ միջազգային բեռնափոխադրումների եւ առևտրի կարևոր տարանցիկ ճանապարհ։ Պարզ է, որ այստեղ էական է ժամանակի գործոնը եւ նախագիծը պետք է հնարավորինս արագ կյանքի կոչել։ Հենց դրանով է պայմանավորված այն, որ այս գործընթացում էապես նվազեցված է Վաշինգտոնյան բյուրոկրատիայի դերը։ Փաստորեն արվում է ամեն ինչ, որպեսզի նախագիծը հնարավորինս արագ կյանքի կոչվի եւ դրա առաջխաղացման ճանապարհին Վաշինգտոնի վարչական համակարգում լրացուցիչ խոչընդոտներ չառաջանան ազդելով ծրագրի իրականացման ժամանակացույցի վրա։ Այս համատեքստում կարևոր է անդրադառնալ նաև Կոստանտին Սոկոլովի նշանակմանը, որի շուրջ տարաբնույթ մեկնաբանությունների պակաս չեղավ։ Նրա նշանակումը պետք է դիտարկել հենց նույն ռազմավարական համատեքստում։ Սոկոլովը բավականին լավ է ճանաչում Հայաստանի բիզնես միջավայրը, թե դրա դրական, թե բացասական կողմերը։ Սակայն այստեղ կարևոր է, որ նրա նշանակումը եւս տեղավորվում է բյուրոկրատիան կրճատելու տրամաբանության մեջ։ Նա ունի ուղիղ կապ Թրամփի վարչակազմի առանցքային դեմքերի հետ եւ թրիփի ու ամբողջ նախագծի իրականացման գործընթացում օգտվելու է վարչակազմի անմիջական եւ անվերապահ աջակցությունից։ Այս պահին թրիփ նախագծին խանգարող հիմնական հանգամանքները երկաթուղու հարցն ու Իրան-ԱՄՆ լարված հարաբերություններն են։ Հունիսի 7-ի ընտրության արդյունքներով ձևավորված նոր ազգային ժողովում այժմ ձևավորվում են ղեկավար մարմիններն ու մշտական հանձնաժողովների կազմերը։ Այս պահին քննարկվում է Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը։ Քաղաքացիական պայմանագիրն այդ պաշտոնում առաջադրել է Վիլեն Գաբրելյանի թեկնածությունը։ Ուղիղ միացմամբ հետևենք, թե ինչ է կատարվում խորհրդարանում։ Նրանց թերությունների մասին մենք կարող ենք շատ երկար քննարկում ունենալ։ Ես չգիտեմ դուք որ հանձնաժողովում եք նախադասում ձեր աշխատանքները կազմակերպել, հուսով եմ, որ պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովում, իհարկե կարող ենք մենք այդ քննարկումները ծավալել եւ այդ պետք է մենք առհասարակ չենք թաքցնում, որ թե դատական իշխանությունում, թե քննչական մարմիններում, իրավապահ մարմիններում առհասարակ կարողությունների խնդիր ունենք եւ շատ դեպքերում մենք տեսնում ենք, որ թե դատավորները, թե քննիչները, թե դատախազները աշխատում են իներցիայով, հին, այսպես ասած, ձևերով եւ իրենց կարողությունները պետք է բնականաբար այդ ուղղությամբ բարձրացման աշխատանքներ մեր պետք է տարվենք։ Քննարկումներ սիրով կկազմակերպենք Տիկին Գասպարյան եւ նաեւ այս հարցին կանդրադառնանք։ Շնորհակալություն։ Լենա Ինչպես գիտեք, երեկ ուրվագծվել է խորհրդարանական հանձնաժողովների ղեկավար կազմը։ Նոր խորհրդարանում գործող 12 մշտական հանձնաժողովներից 8-ի նախագահները կլինեն իշխող քաղաքացիական պայմանագրից, իսկ մյուս 4 հանձնաժողովները կղեկավարի ընդդիմությունը։ Այսպիսով հարգելի գործընկերներ, Պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի նախագահը կլինի քաղաքացիական պայմանագրից, հանձնաժողովի տեղակալը կլինի Ուժեղ Հայաստան խմբակցությունից, պետական եւ իրավական հարցերի հանձնաժողովի նախագահը կլինի քաղաքացիական պայմանագրից, նախագահի տեղակալը կլինի Հայաստան խմբակցությունից, ֆինանսավարական եւ բյուջետային հանձնաժողովի նախագահը կլինի Ուժեղ Հայաստանից, տեղակալը քաղաքացիական պայմանագրից, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը կլինի քաղաքացիական պայմանագրից, տեղակալը նույնպես քաղաքացիական պայմանագրից, տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահը կլինի քաղաքացիական պայմանագրից,
տեղակալը ուժեղ Հայաստանից, տարածքային կառավարման եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահը կլինի ուժեղ Հայաստանից, տեղակալը ուժեղ Հայաստանից, չէ, սխալ եք գրել, էլի քարտուղարություն։ Քաղաքացիական պայմանագրից է տարածքային կառավարման։ Բայց իրական քարտուղարությունը պիտի ինձ ստուգեր, ոչ թե ես քարտուղարությանը, բայց ինչևէ։ Կրթության, գիտության կամ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի հանձնաժողովի նախագահը կլինի քաղաքացիական պայմանագրից, տեղակալը նույնպես քաղաքացիական պայմանագրից, մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահը կլինի Հայաստան խմբակցությունից, տեղակալը ուժեղ Հայաստան խմբակցությունից, առողջապահության հանձնաժողովի նախագահը կլինի քաղաքացիական պայմանագրից, տեղակալը նույնպես քաղաքացիական պայմանագրից, Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահը կլինի ուժեղ Հայաստանից, տեղակալը քաղաքացիական պայմանագրից, աշխատանքի եւ բարեկեցության հարցերի հանձնաժողովի նախագահը կլինի քաղաքացիական պայմանագրից, տեղակալը նույնպես քաղաքացիական պայմանագրից եւ տարածաշրջանային Եվրասիական եւ տարածաշրջանային ինտեգրման հարցերով հանձնաժողովի նախագահը կլինի քաղաքացիական պայմանագրից, տեղակալը կլինի ուժեղ Հայաստանից, քարտուղարությունը էլի սխալ էր գրել։ Խորհրդարանը որոշել է ստեղծել նաև падգամավորների վարքագծին հետևող էթիկայի հանձնաժողով։ Այն 10 անդամ կունենա եւ կգործի 2 տարի։ Հանձնաժողովում ԿՊ-ն կունենա 5 ներկայացուցիչ, ուժեղ Հայաստանը 3, իսկ Հայաստան խմբակցությունը 2։ Հանձնաժողովը կքննի падգամավորների էթիկային վերաբերող հարցեր եւ օրենքով նախատեսված դեպքերում կարող է կիրառել կարգապահական միջոցներ։ Ինչու չի ստեղծվել այդ հանձնաժողովը, որովհետև օրենսդրություն սահմանում է, որ կոնկրետ հարցի վերաբերյալ պետք է ստեղծվի էթիկայի հանձնաժողով։ Այսինքն էթիկայի հանձնաժողովը չի եղել մշտապես գործող հանձնաժողով, եւ դա է եղել պատճառը, որ մենք համարել ենք, որ ճիշտ չէ յուրաքանչյուր հարցի վերաբերյալ ստեղծել էթիկայի հանձնաժողով, ինչը ենթադրում է ազգային ժողովի լիագումար նիստերի դահլիճում այդ հարցի քննարկում, ըստ այդմ արդեն ստեղծում ընկալում հանրային ստեղծում հանրության շրջանում ընկալում, որ այդ մարդը արդեն իսկ խախտել է էթիկայի կանոնները։ Համենայն դեպս իմ վերաբերմունքից հարցիսիկ էթիկայի հանձնաժողովի հետ կապված, ես մեկն եմ եղել իմ մի շարք գործընկերների հետ, որ այս ուղղությամբ երկար աշխատանք է տարել եւ ես ուրախ եմ, որ մեզ հաջողվել է գտնել լուծում սահմանադրային իրավական կարգավորումների շրջանակում եւ մենք այսօր հասել ենք այս կետին, որ քննարկում ենք էթիկայի հանձնաժողովի ստեղծման հարցը։ Նոր խորհրդարանի ղեկավար կազմի ձևավորման կարևոր փուլերից մեկն էլ ազգային ժողովի նախագահի տեղակալի ընտրությունն էր։ Գրեթե մեկ շաբաթ տևած քննարկումներից հետո 3 ուժեղ Հայաստան խմբակցության падգամավոր Արամ Վարդևանյանն ընտրվել է ազգային ժողովի նախագահի տեղակալ։ Քվեարկությունից առաջ թե Հայաստան խմբակցությունը, թե իշխող քաղաքացիական պայմանագիրը հայտարարել էին, որ աջակցելու են Վարդևանյանի թեկնածությանը։ Խորհրդարանում քննարկված մյուս հարցերն ու падգամավորների հայտարարությունները ռեպորտաժում։ Կոնկրետ անձը ինչ կարևոր է, երբ խմբակցությունը ունի որոշում։ ԿՊ-ն 13 ձայն է տվել, որ ուժեղ Հայաստան խմբակցության падգամավոր Արամ Վարդևանյանը դառնա ազգային ժողովի փոխնախագահ։ Բայց ԿՊ խմբակցության ղեկավարը հարկ է համարում հստակեցնել, որ տվել են այնքան ձայն, որքան հարկավոր էր, ոչ ավելին, ոչ էլ պակաս։ Որտեվ իրենք իրենց մեր տեխնացուներին կողմ ձայն չեն տվել, թեև նշեցի, որ առավել քան արժանի էին մեր տեխնացուները, ամեն դեպքում որոշում ունենք խմբակցության։ Վարդևանյանը սակայն ԿՊ-ի առաջ իրեն պարտավորված չի զգում ու չի էլ զգալու։ Բնավ քաղաքական որևէ կաշկանդվածություն չի առաջացնելու որևէ կերպ։ Ի վերջո հաշվի առեք, սա ընդդիմադիր խմբակցությանը վերապահված ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնն է։ Որոշակի իմաստով ընդդիմադիր խմբակցությունների ստացած ձայների մեր հայրենակիցների տված աջակցության իրացման տեսանկյունից է այդ իմաստով է լեգիտիմությունը։ Նորընտիր փոխնախագահի հասցեին, սակայն դեռ մինչև քվեարկությունը ԿՊ-ից հնչեց ամենակոշտ գնահատականներից մեկը։ Տեսակետ հնչեց, թե դուք արդարության փաստաբանն եք, տեսակետ հնչեց, որ դուք սատանայի փաստաբանն եք, իսկ իրականության մեջ դուք ուղղակի հարուստ հաճախորդների փաստաբան եք։ Վարդևանյանը կոռեկտության սահմաններից դուրս է համարում իր հասցեին հնչեցրած հայտարարությունը։ Բացասական եմ վերաբերվում
Ես առնվազն չեմ կարծում, որ ինձ թույլ կտամ իրենց բնութագրեմ, եթե այդ մոտեցումը որդեգրեմ։ Վարդևանյանի թեկնածությունը պաշտպանելիս Էդգար Ղազարյանը միաժամանակ արձանագրեց իշխանական падգամավորների հեգնական խոսույթը։ Նա հիշեցրեց, որ քաղաքական դերերն ու կարգավիճակները կարող են փոխվել եւ այն, ինչ այսօր ծիծաղել է թվում իշխանության ներկայացուցիչներին, վաղը կարող է արդեն իրավական պաշտպանության անհրաժեշտություն ստեղծել։ Ձեր քմծիծաղից մեղադրյալի կարգավիճակ կարծում եմ բաժանում է ընդամենը մի շիշ վիսկի եւ WhatsApp-ի մեկ հաղորդագրություն։ Իսկ նման իրավիճակներում պարոն Վարդևանյանի ծառայությունները նաև որպես պրոֆեսիոնալ իրավաբանի կարծում եմ ձեզ շատ են պետք գալու։ Լարվածություն է նկատվում նաև Մեսրոպ Մանուկյանի ու ՔՊԱ-ական Լևոն Լևոնյանի հարաբերություններում։ Մանուկյանը մարտահրավեր է նետել ու 1 շաբաթ ժամանակ է տվել Լևոնյանին իր հասցեին հնչեցրած հայտարարությունն ապացուցելու համար։ Այն Լևոնը Լևոնյան հելավ անպատասխանատու բաներ արեց, խոսեց, համալրեց Թագուի Ղազարյանի շարքերը սուտ խոսալու։ Հիմա իրան ասել եմ, նոր էլ մոտիկացիա ասել եմ, քեզ ժամանակ 1 շաբաթ հրապարակես 1 ձայնագրություն, որտեղ ես հրաժարվել եմ իմ հարաբերություններից եւ Ռոբերտ Քոչարյանի եւ Հայաստան Դաշինքի հետ, ես ներողություն կխնդրեմ։ Չես հրապարակի այսուհեւ ընդունենք իգիտություն, որ դուք անպատասխանատու հայտարարություններ եք անում։ Փաշինյանի ԵԱՏՄ-ի վերաբերյալ հայտարարությունների մասին Աննա Գրիգորյանն օրինակ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ԵԱՏՄ նիստում հնչեցրած հայտարարություններին ասել է, որ Նիկոլ Փաշինյանը ճիշտ է նշել, որ ԵԱՏՄ-ին եւ ԵՄ-ին միաժամանակի անդամակցությունն անհնար է։ Սակայն այդ դեպքում հարց է առաջանում. ինչու էր ընդունվել ԵՄ-ին անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքը։ Արթուր Խաչատրյանն էլ ԵԱՏՄ-ում Փաշինյանի ելույթը գնահատում է Հայաստանի, Ռուսաստանի հետ հարաբերությունների համատեքստում։ Խաչատրյանի գնահատմամբ սահմանափակումների հարցը չի լուծվի այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանի ԵՄ-ի ուղղությամբ որդեգրած քաղաքական կուրսի շուրջ Ռուսաստանի հետ արկա հակասությունները չեն կարգավորվել։ Պատգամավորը կարծում է, այս քաղաքականության հետևանքները Հայաստանի համար արդեն զգալի են։ Պապը ամեն օր փլավ է ուտելու, բայց մուր այդ փլավը կանգնեց պապի բգին։ Ինչ են իրան կարել, ոչ իվան չեն արել։ Քասախ համայնքի նախկին ղեկավար Արամ Մկրտչյանը 1 ամսով կալանավորվել է։ Նա 8-րդ գումարման ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության падգամավոր Աննա Մկրտչյանի հայրն է։ Նրան մեղադրում են 28 հողամաս օտարելու համար։ Մեկ այլ քրեական գործով կալանավորվել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին Արգամ Աբրահամյանը, նա Գագիկ Ծառուկյանի փեսան է։ Քննչական կոմիտեն նրան մեղադրում է պատվերով սպանություն կատարելուն դրդելու համար։ Գործը լայն արձագանք է ստացել նաև Արգամ Աբրահամյանի ձերբակալության տեսանյութի հրապարակումից հետո։ Ինչ իրավական խախտումներ կարող է առաջացնել այս հրապարակումը եւ ինչ պատասխանատվություն է նախատեսվում նման խախտումների դեպքում, Սեդա Գյուրեխյանի ռեպորտաժում։ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները օգոստոսի 8-ին ներխուժել են Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի բնակարան, կոշտ ուժի կիրառմամբ ձերբակալել նրա որդուն Արգամ Աբրահամյանին եւ տեսահոլովակը հրապարակել սոցցանցերում։ Աբրահամյանը, որը Բարգավաճ Հայաստանի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսան է, քննչական կոմիտեի կողմից մեղադրվում է պատվերով սպանության դրդելու համար։ Ձերբակալության հոլովակին նախորդել է կոմիտեի գրառումը, որի մեջ ընտանեկան կյանքի գաղտնիության եւ անմեղության կանխավարկածը խախտող ձևակերպումներ կան։ Այստեղ մենք ականատես եղանք եւ հերթական շոուի ձերբակալման ընթացքում եւ նաեւ որքանով էր նպատակահարմար կամ իրավաչափ այն մանրամասները ներկայացնելու, որ այդ գործի հետ կապված կար, արդյոք դա ինչ որ բանով օգնեց գործին կամ որքանով էր ճիշտ, որ հանրությունը ինչ որ մանրամասներ իմանա, այն դեպքում որ դերևս ձեր ասած անմեղության կանխավարկածից ելնելու, հետագայում կարող է այդ ամենը հերքվի, բայց այնուամենայնիվ այս պահի դրությամբ այդ ամենը հաստատվեց, ես այստեղ քաղաքական տար եմ տեսնում։ Իրավապաշտպանի խոսքով այստեղ ոչ միայն անմեղության կանխավարկածի խախտման խնդիրն է, այստեղ առաջ է գալիս նաև անձի պատվի եւ արժանապատվության հարցը։ Սա ինչ է, ինչպես կարելի է այդ ընտանիքներին այդպես վարկաբեկել ու գործել։ Եվ կարծում եմ, որ իրավապահ համակարգը այնպես է վարկաբեկվել, որ իրենք էլ ոչ մեկին եւ ոչինչ չեն կարող վարկաբեկել։ Իսկ սա, ասում եմ, ակնհայտ է արդեն։ Եվ այն, որ գլխավոր դատախազը հայտարարում էր, որ վստահությունը մեծացել է դատախազության նկատմամբ, երևի այս դեպքերը նկատի ունի։
Քննչական կոմիտեն հայտնում է, որ խոսքը 2023 թվականի ապրիլի 30-ին Միասնիկյան պողոտայում տեղի ունեցած սպանության մասին է։ Ըստ իրավապահների, Արգամ Աբրահամյանը սպանությունն անձամբ չի կատարել, այլ իր անվտանգության աշխատակցին է հանձնարարել հրազենով սպանել ՍՎ-ին։ Անվտանգության աշխատակից Գեգամ Հակոբյանի փաստաբանն ասում է, իր պաշտպանյալը մինչ օրս մեղքը չի ընդունում։ Տենց ապացույց չկա, ուղղակի որ ինչ-որ մեկը ասի տեսել եմ սպանությունը կատարել։ Ես ինչ մարդն եմ։ Ոստիկանության մի հատ աշխատողը ասում է, որ իրան ձերբակալել է, ասեց կնոջս է մոտեցել, ասում ոնց է քեզ ասում այդ ամեն ինչը, քննիչին ասում մեղքը չեմ ընդունում, օրինել են։ Իբր այդ մարդը իր կնոջն է մոտեցել, ասենց օդից վերցրել են, իբր սա է մոտիվացիան։ Փաստաբանը նշում է, գործով դեռ 3 տարի առաջ 2023-ին քննվել են բոլորը, այդ թվում Արգամ Աբրահամյանը։ Քննչական կոմիտեի գիրառմանը հետևել է ՄԻՊ-ի կոշտ արձագանքը։ Պաշտպանը նման տեղեկությունների հրապարակումը անվանել է անմեղության կանխավարկածի խախտում, ընդգծել, որ քրեական հետապնդումն ու ձերբակալությունը չեն վերացնում անձի մասնավոր կյանքի պաշտպանության իրավունքը։ Պետական մարմինների հանրային հաղորդակցությունը պետք է խստորեն համապատասխանի անմեղության կանխավարկածի սկզբունքին։ Անձի նկատմամբ քրեական վարույթի իրականացումը կամ ձերբակալությունը չի կարող ներկայացվել կամ լուսաբանվել այնպիսի ձևաչափով, որը կարող է հանրության շրջանում ձևավորել նրա մեղավորության վերաբերյալ կանխակալ վերաբերմունք, նախքան մեղավորությունը հաստատող օրինական ուժի մեջ մտած դատական ակտի առկայությունը։ Պաշտպանի արձանագրությունից հետո էլ քննչական կոմիտեի գրառումը ոչ հեռացվել է, ոչ որևէ կերպ փոփոխվել։ Կոմիտեից քննադատությանը չեն արձագանքում եւ որևէ կերպ չեն մեկնաբանում մարդու իրավունքների պաշտպանի արձանագրությունը։ Սովորաբար ՄԻՊ-ի արձանագրությունները խորհրդատվական բնույթ ունեն, բայց երբեմն կարող են առաջացնել իրավական հետևանքներ։ Իրավաբան Սերգեյ Հարությունյանն ասում է, կա օրենքով սահմանված պատասխանատվություն, բայց բազմաթիվ ինստիտուտներ նրա ձևակերպմամբ այս պահին իմիտացիոն բնույթ ունեն։ Սեդակ Գյուղեղյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը պատմել է Գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի հետ իր վերջին հանդիպման մանրամասների մասին։ Նրա խոսքով հանդիպումը դրական եւ արդյունավետ է եղել եւ տևել է մոտ 7 ժամ։ Փեզեշքյանի փոխանցմամբ քննարկվել են երկրի համար գրեթե բոլոր կարևոր հարցերը, բնակչության կենսամակարդակը, զբաղվածությունը, բնակարանային խնդիրները, ինչպես նաեւ պատժամիջոցների հետևանքով առաջացած դժվարությունները։ Սակայն հանդիպման հիմնական ուղերձը ըստ նախագահի երկրի ներսում միասնությունն ու համերաշխությունը պահպանելն է։ Խամենեին նրա խոսքով ընդգծել է, որ ստեղծված պայմաններում դա ամենակարևորն է, քանի որ, ինչպես նշել է Իրանի գերագույն առաջնորդը, արտաքին ուժերի նպատակներից մեկը երկրի ներսում տարաձայնություններ առաջացնելն է։ Միջազգային մյուս լուրերը ռեպորտաժում։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանից փոխհատուցում է պահանջելու այն մարդկանց համար, որոնք նրա խոսքով սպանվել կամ վիրավորվել են տարբեր օրերի բախումների եւ պայթյունների հետևանքով։ Թրամփը նաև պահանջում է փոխհատուցում վճարել Իրանում վերջին 50 տարիների ընթացքում ցույցերի ժամանակ սպանվածների ընտանիքներին։ Միացյալ Նահանգների նախագահը սոցցանցում գրել է, որ իր ներկայացուցիչներին հանձնարարել է այդ պահանջը ներառել Իրանի հետ հետագա բանակցությունների օրակարգում։ Մինչ Վաշինգտոնը նոր պահանջներ է ներկայացնում, Թեհրանը խոսում է Հորմուզի նեղուցի շուրջ բանակցություններում առաջընթացի մասին։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի խոսքով նեղուցում նավագնացության նոր ուղիների հարցում կողմերը մոտ են վերջնական համաձայնությանը, սակայն սա դեռ չի նշանակում, որ Հորմուզը կվերաբացվի։ Թեհրանը շարունակում է պնդել, նավագնացությունը կվերականգնվի միայն այն դեպքում, եթե Միացյալ Նահանգները կատարի Իրանի հիմնական պահանջները, դադարեցնի ռազմական գործողություններն ու սպառնալիքները եւ վերացնի պատժամիջոցները։ Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային Միացյալ Նահանգներին մեղադրել է պատժամիջոցներից կախվածության համար։ Նրա խոսքով Վաշինգտոնը, երբ չի կարողանում դիվանագիտական ճանապարհով լուծել խնդիրները, դիմում է պատժամիջոցների, իսկ դրանց ձախողման դեպքում խստացնում դրանք։ Բաղային հայտարարել է, որ Իրանը տասնամյակներ շարունակ ապացուցել է, որ նման ճնշմամբ հնարավոր չէ իրեն խեղդել։ Իսկ մինչ Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև բանակցություններն ընթանում են, Թեհրանը փոխում է նաեւ իր ռազմական ղեկավարության կազմը։ Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին նոր նշանակումներ է արել երկրի զինված ուժերում։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար է նշանակվել գեներալ-մայոր Ահմադ Վահիդին, նրա տեղակալ Մոսթաֆա Իզադին։ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ է նշանակվել գեներալ-մայոր Ալի Աբդոլլահին, իսկ նրա տեղակալ բրիգադային գեներալ Կիումար Սեյդարին։ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի նախկին քարտուղար Մոհամմադ Բաղեր Զոլղադրը նշանակվել է Խամենեիի քաղաքական հարցերով խորհրդական։ Ավելի վաղ այդ խորհրդի քարտուղար էր նշանակվել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նախկին գլխավոր հրամանատար Մոհսեն Ռեզային։ Իրանի արտգործնախարարն Ուկրաինայից փոխհատուցում է պահանջում հուլիսի 25-ին Կասպից ծովում իրանական առևտրային նավին հարվածելու համար։ Թեև Կիևը հայտարարել է, որ հարվածը միտումնավոր չի եղել, Թեհրանը չի ընդունում այդ բացատրությունը։ Իրանական կողմի տվյալներով միջադեպի հետևանքով 1 նավաստի զոհվել է, ևս մեկը վիրավորվել։ Տարածաշրջանում լարվածությանը զուգահեռ Իսրայելը հայտարարում է տեխնոլոգիական հավակնությունների մասին։ Վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը ցանկանում է արհեստական բանականության ոլորտում դառնալ համաշխարհային տերություն։ Նրա խոսքով երկիրը արդեն առաջատար դիրքեր ունի գյուղատնտեսության, բժշկության եւ բժշկական տեխնոլոգիաների ոլորտներում եւ նույնին ցանկանում է հասնել նաեւ արհեստական բանականության ոլորտում։ Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը հայտարարել է, որ Թրամփի երկրորդ ժամկետի մեկնարկից ի վեր օտարերկրյա քաղաքացիների ավելի քան 175,000 վիզա է չեղարկվել։ Պատճառները տարբեր են՝ վիզային ռեժիմի խախտումներից եւ հանցագործություններից մինչեւ խարդախություն ու ազգային անվտանգությանը սպառնացող վտանգներ։ Գերատեսչության տվյալներով վիզաների զգալի մասը չեղարկվել է հարձակումների, ոչ սթափ վիճակում մեքենա վարելու, գողության եւ թմրանյութերի հետ կապված հանցագործությունների պատճառով։ Մյուս դեպքերը կապված են եղել սեռական հանցագործությունների, երեխաների նկատմամբ դաժան վերաբերմունքի, խարդախության եւ յուրացումների հետ։ Կոլումբիայում հզոր երկրաշարժի հետևանքով զոհվել է 132, վիրավորվել 570 մարդ։ Երկրի 32 քաղաքներում հայտարարվել է տագնապի կարմիր մակարդակ։ Ամենածանր իրավիճակը Պերեյրայում եւ սուրճի արտադրությամբ հայտնի շրջաններում է, նաեւ Վալե դել Կաուկա եւ Չոկո դեպարտամենտներում։ Երկրաշարժը վնասել է ավելի քան 1500 բնակելի շենք, որոնցից 61-ն ամբողջությամբ ավերվել են։ Վնասվել են նաեւ բժշկական եւ կրթական հաստատություններ, ճանապարհներ ու օդանավակայաններ։ Սեդակ Յուրեղյան, Սվետլանա Պետրոսյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Եվ վերջում եղանակի մասին։ Օգոստոսի 11-ից 15-ը Հայաստանի շրջանների մեծ մասում գիշերը եւ կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Առանձին վայրերում հնարավոր է նաեւ կարկուտ։ Մայրաքաղաքում այսօր ցերեկը կլինի 30-ից 32, իսկ երեկոյան 23-ից 25 աստիճան տաքություն։ Այս ժամի համար նախատեսել ենք այսքանը, շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր ցանցերում կամ այցելեք մեր պաշտոնական կայք 3w.abcmedia.am։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք։ ABC լուրերի գլխավոր թողարկումը ժամը 18-ին է, կհանդիպենք։